Պենտագոնը ռազմական օպերացիա է մշակում Իրանին վերջնականապես ծնկի բերելու համար։ Ըստ Axios-ի, Ամերիկայի պատերազմի նախարարության նոր պլանը ներառում է լայնամասշտաբ ռմբակոծություն եւ ցամաքային ներխուժում։ Ռազմական էսկալացիայի այս սցենարը կարող է կյանքի կոչվել, եթե բանակցություններն արդյունք չտան ու Հորմուզի նեղուցը չապաշրջափակվի։ Աղբյուրի հաղորդմամբ Ամերիկան ունի 4 տարբերակ՝ ներխուժել կամ շրջափակել Իրանի նավթի արտահանման գլխավոր հանգույցը Խարկ կղզին, ներխուժել ռազմավարական Լարակ կղզի, որով Թեհրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, գրավել նեղուցի արևմտյան դարպասը համարվող Աբու Մոսա կղզիների խումբը եւ առգրավել իրանական նավթն արտահանող նավերը։ Այս տարբերակներից որևէ մեկը կյանքի կոչելու համար Պենտագոնը ծրագրում է լրացուցիչ 10,000-անոց ցամաքային զորք ուղարկել Մերձավոր Արևելք։ Wall Street Journal-ի պնդմամբ Իրանի ներխուժումը կարող է սկսվել մոտ ապագայում։ Ինչպես արտգործնախարար Արաղչին էր հայտարարել, Իրանը սպասում է ամերիկացիներին։ Միացյալ Նահանգների ցամաքային ներխուժմանը պատրաստ լինելու համար Իրանը մոբիլիզացրել է ավելի քան 1 միլիոնանոց զորք։ 100,000-ավոր իրանցիների շրջանում ոգևորության ալիք է բարձրացել։ Նրանք ցանկանում են Իրանի հողում պատմական դժոխք ստեղծել ամերիկացիների համար։ Իրանում վստահեցնում են, Հորմուզի նեղուցի բացման ձգտումը նահանգների համար ինքնասպանություն կլինի։ Ցամաքային ներխուժումը շատ ավելի վտանգավոր կլինի թշնամու համար, դա կլինի նրանց վերջը, նրանք անդառնալի կորուստներ կունենան։ Մենք հետևում ենք թշնամու բոլոր տեղաշարժերին սահմանի երկայնքով ու պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Ամերիկացիներին արժանի հարված հասցնելու պատրաստակամություն են հայտնում ոչ միայն իրանցի զինվորականները, այլև դիվանագետները։ Հենց գետնի վրա մենք պարտության կմատնենք նրանց։ Դա կլինի նրանց ամենամեծ սխալը։ Իրանի քաղաքական կառուցվածքը գործում է անխափան։ Կոշտ հռետորաբանության ու փոխադարձ սպառնալիքների ֆոնին Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները եւս 10 օրով հետաձգվում են։ Բանակցությունները շարունակելու համար, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Դոնալդ Թրամփի պնդմամբ որոշումն ընդունվել է Իրանի կառավարության խնդրանքով, սակայն Թեհրանը հերքում է, որ նման խնդրանք է ուղարկել։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ բանակցությունները շատ լավ են ընթանում։ Նրանք են աղաչում գործարք կնքել, ոչ ես։ Բոլոր նրանք, ովքեր տեսնում են, թե ինչ է կատարվում այնտեղ, կհասկանան, թե ինչու են նրանք ուզում համաձայնության գալ։ Բայց նրանք ասում են, որ չեն բանակցում։ Նրանք հիմար չեն, շատ խելացի են ու հիանալի բանակցողներ։ Նրանք շատ վատ պարտվող մարտիկներ են, բայց լավ բանակցողներ։ Իրանցիները պետք է համաձայնության գային դեռ 4 շաբաթ առաջ, նույնիսկ 2 տարի առաջ։ Թրամփը Սթիվ Ուիթքոֆին հարցնում է, կարող է բացահայտել իրանցիների նվերը։ Ամերիկացի բանագնացն ասում է, դուք կարող եք անել այն, ինչ ցանկանում եք։ Նրանք մեզ նվիրել են նավթով լի 8 հսկա տանկեր։ Դա 2 օր առաջ էր։ Նրանք ասացին, ուզում ենք ցույց տալ, որ մենք իրական ենք եւ լուրջ ենք տրամադրված։ Ես հասկացա, որ իրոք ճիշտ մարդկանց հետ ենք բանակցում։ Իրանցի առեղծվածային բանակցողներից գոհ է, սակայն խիստ հիասթափված ՆԱՏՕ-ից։ Գերմանիայի կանցլերն ասում է, դա իրենց պատերազմը չէ, Ուկրաինայի պատերազմն էլ Ամերիկայինը չէ, բայց մենք օգնում ենք, նեղսրտել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահն ամբողջ աշխարհի համար է պայքարում։ Բոսի դիրքորոշումը հաստատում է նաև պետքարտուղարը։ Նախագահը ծառայություն է մատուցում ոչ միայն Միացյալ Նահանգներին կամ մեր ժողովրդին։ Սա ամբողջ աշխարհի համար է։ Մենք ոչնչացնում ենք Իրանի գործարանները, որպեսզի նրանք չկարողանան հրթիռներ ու դրոններ արտադրել։ Պատկերացրեք, թե նրանք ինչ կարող են անել, եթե միջուկային զենք ունենան։ Ռուսաստանի արտգործնախարարը հերքել է Իրանին հետախուզական տվյալներով օգնելու մեղադրանքները։ Մենք ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր ունենք։ Իրանին որոշ տեսակների ռազմական արտադրանք մատակարարել ենք, սակայն չենք ընդունում մեղադրանքը, թե օգնում ենք Իրանին հետախուզական տվյալների հարցում։ Տարածաշրջանում ամերիկյան բազաների կոորդինատները հայտնի են բոլորին, եւ զարմանալի չէ, որ Իրանը թիրախավորում է դրանք։ Այն, որ այդ բազաներն այժմ պարբերաբար հարձակումների են ենթարկվում, առանց որևէ պատճառի սկսված արկածախնդրության հետևանք է։ Մինչ ցամաքային հավանական առճակատումը, կողմերը փոխադարձ օդային հարվածներ են հասցնում միմյանց։ Հրթիռակոծվել է թայլանդական տանկերը, որը փորձում էր առանց թույլտվության անցնել Հորմուզի նեղուցը։ Ամերիկա-իսրայելական ուժերը Թեհրանի կենտրոնում լայնածավալ հարձակումների շարք են իրականացրել։ Թիրախավորվել է նաև Իրանի Ղոմ քաղաքի բնակելի շրջանը, զոհվել է 6 մարդ։ Սպահան քաղաքի վրա գրոհն էլ 26 մարդու, այդ թվում 7 երեխայի եւ 7 կնոջ կյանք է խլել։ Մարիկ Ուստանյան, Էպիկենտրոն։